Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը եւ հիշեցնեմ, թե ինչ այլ տարբերակներով մեզ կարող եք հետեւել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե Facebook-յան հարթակը, մեզ այնտեղ գտնելու համար մտնում եք Հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ եւ միանում live stream-ին մեկնաբանություններում կարող եք հարցեր թողնել ես իմ հյուրերին խնդրում եմ հետո հետադարձ կապով մի փոքր անդրադառնալ այսօր մենք ունենք երկու հյուր զրուցելու ենք դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ բժիշկ դիետոլոգ սննդաբան Լիդիա Այվազյանի ողջույն Լիդիա Ողջույն եւ նույն ասոցիացիայի պատվավոր նախագահ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ ողջույն Վարդանուշ Շնորհակալություն ուրախ եմ այսօր ձեզ միասին եթերում տեսնելու Վարդանուշի հետ շատ վաղուց բայց արել ենք եթեր Լիդիայի հետ բարբերաբար շարունակում ենք եթերների շարքը այսօր մի փոքր տարբերվելու է մեր եթերը համեմատած սննդաբանության եւ դիետոլոգիայի վերաբերյալ մեր ավանդական եթերների երբ մենք խոսում ենք ճարպակալման կամ միֆերի, մոլորությունների վերաբերյալ այսօր խոսելու ենք երկրի մակարդակով եւ երկրում դիետոլոգիական սննդաբանական խնդիրներին ենք անդրադառնալու։ Նախ այսպեսի մի հռետորական հարց, արդյոք դուք կարծում եք, որ մեր երկրում կան խնդիրներ դիետոլոգիայի սննդաբանության վերաբերյալ այնքան, որ մենք կարիք ունենք օրինակ ասոցիացիայի, ինչ որ համակարգային լուծումների առաջարկի, խնդիրների բարձրաձայնման եւ այլն եւ այլն։ Ով է ուզում սկսել։ Տեսեք վերջին շրջանում այնքան ակտուալ է դարձել դիետոլոգիան եւ սննդաբանությունը նախ ամբողջ աշխարհում, որը որ sense հերթով կամած գալիս է նաեւ Հայաստան, որ երբ որ մենք ճունենք համակարգային կրթություն, մենք ճունենք ինստիտուցիոնալ մոտեցում այս հարցին, մենք ունենում ենք սնկի նման աճող լիքը ճակերտավոր մասնագետներ, ովքեր այդ գործը իրենց վրա են վերցնում։ Եվ մենք հենց այստեղից էլ կարող ենք տեսնել ինչքան շատ է պահանջարկը մասնագիտական ինֆորմացիայի, որը եթե մասնագետները իհարկե քիչ են, շատ հաճախ են ինձ քարկոծում բժիշկները ինֆլուենսեր լինելու հետ կապված, այո, որովհետև դա sense շատ բան ասած կարող է նաև վայել չլինել բժշկի համար մանիպուլյացիայի ինչ է ենթարկում այո շատ մանավանդ մեր մի քիչ ավելի մեծ սերնդի բժիշկները չեն սիրում այդ ոլորտը բլոգինգը այսպես ասած ինֆլուենսինգը բայց մենք հասկանում ենք եթե մենք չխոսենք այդ թեմայով այդ հարթակներում խոսում են եւ հիմա մենք տեսնում ենք դա խոսում են ով պատահի Եվ քանի որ դա արդեն հասել է իրականում sense պատմական պիկի, իհարկե դրանց վատ էլ կարող է լինել, եթե որևիցե բան չձեռնարկենք, մենք վերջո որոշեցինք միավորվել Սա արդեն արմատական աննախադեպ քայլ է ինձ թվում, որովհետև հիմնականում մասնագետները մեր երկրում չեն միավորվում, մեկը բացում է Հայաստանի դիետոլոգների ասոցիացիա, մյուսը բացում է Հայ դիետոլոգների ասոցիացիա։ Բայց չէ, ես ոլորտներում ամեն մեկը իր կողմ այսպես ասած որոշեցինք այո միանալ եւ միավորել մեր շուրջ մնացած բոլոր մասնագետներին։ Դա արդեն այստեղ փոքր ընդհատում եմ կներեք, բայց դա արդեն աննախադեպ է, որտեվ միավորվելով մենք ավելի ուժեղ ենք։ Օրինակ, ինչ պրոֆիլների մասին է խոսքը։ Եվ խնդիրներից որ ձեր հին հարցին վերադառնամ, Լիդիան ասաց առաջինը, որ կրթության խնդիր ունենք, մասնագիտական կրթության, ցավոք սրտի սննդաբանությունը որպես առարկա չի դասավանդվում ոչ մի տեղ։ Այսինքն, եթե ուզում ես դառնալ սննդաբան, իսկ սննդաբան դառնում է բժիշկը, ավարտում ես բժշկական համալսարանը, հետո գնում ես օտար երկրներ վերապատրաստվելու։ Կամ գալիս ես կամ չես գալիս այնտեղից հիմնականում չես գալիս որովհետև իմ իմանալով ու Լիդիայի իմանալով մենք այն բժիշկները ովքեր ունեն ոչ թե վերապատրաստում այլ մասնագիտացում դիետոլոգիայի որտեղ ինքը առանձին մասնագիտություն է ու պետք է մասնագիտացում ընդ որում այդ մասնագիտացումը պետք է ոչ թե բժշկական ավարտելուց հետո այլ բժշկականից հետո ավարտում ես որոշակի օրդինատուրա նեղ մասնագիտացում ընդ որում որոշակի դրանից հետո նոր կարող ես դառնալ դիետոլոգ սա այն մարդկանց նաև
մասնա, ովքեր ընդհանրապես բժիշկ չեն, ուղղակի նիհարել են կամ իրավաբան են կամ ինչ որ ուրիշ մասնագետ են, որոշում են դառնալ սննդաբան, հա, բայց նաև խոսքը բժշկական կրթության բացակայության մասին է եւ ոչ մի բարձրագույն կրթության ինստիտուտում մեր երկրում չկա ցավոք ոչ կուրս, ոչ վերապատրաստում եւ մեր առաջին նպատակներից մեկը դա ստեղծելն է եւ մեր շուրջ միավորել մարդկանց, այսինքն մարդիկ ովքեր ուզում են ցանկություն ունեն դա կազմակերպել այնպես, որ հետո արդյունքների համար ամոթ չլինի ու մենք կարողանանք համալրել իրականում մեր շարքերը, որովհետեւ աշխատանքը այնքան շատ է, որ մասնագետները չեն հերիքում։ Երեք նախարարությունում ենք առողջապահության նախարարության ոչ վարակիչ հիվանդությունների հետ պայքարի բաժնի հետ ենք խոսում, ասում ամեն օր ինձ պետք է սննդաբան, ամեն օր, բայց մենք այդ ռեսուրսները չունենք։ Երկրորդը, որ ուզում ենք, որ խնդիր ենք տեսնում, դա ցավոք սրտի սննդաբանության արժեքի չեցումն է։ Այսինքն չեն անցալում ինչ է սննդաբանությունը։ Մարդիկ դիետոլոգիան ասոցացնում են պարզ, հեշտ, հասարակ քաշը իջացնելու, նիհարելու հետ։ Այնինչ դիետոլոգիան ինքը բժշկական եւ կանխարգելիչ եւ բուժիչ սկայականողություն է, արագ զարգացող եւ հիմնականն է, որ սնունդը օգտագործում է որպես դեղ եւ դեղ օգտագործում է որպես սնունդ, հա, սնունդն է դեղը։ Ցավոք սրտի դա չեն հասկանում ոչ միայն լայն, չի հասկանում ոչ միայն լայն հանրությունը, այլև չեն հասկանում բժիշկները։ Այսինքն բժիշկներն էլ չեն անցալում, որ չգնահատեն, չհասկանան, հենց սննդաբանի հարգելի մասնագետներ կան հիվանդություններ քրոնիկական, շատ ծանր ընթացող, զարգացող մինչև կյանքի վերջ, որոնց դեպքում անհրաժեշտ է որոշակի սննդակարգ, անհատապես մշակել, չգիտեմ, ես տեղյակ եմ, որ դա կարող է օրեր, շաբաթներ տևել, մինչև գալիս ենք անհրաժեշտ աջակցող, այո, բալանսավորված սննդակարգի։ Սա հաջորդ խնդրին է անդրադառնում մեր ոչ մի հիվանդանոցում կամ լավ մի քանի գուցե մի քանիսում բացառությամբ այդ մի քանիսը սնունդը որպես դեղ չի առաջարկվում քաղաքակիրթ աշխարհներում հիվանդանոցներում եւ բուժիչ հիմնարկներում սնունդը դասավորված է որպես դեղ, այսինքն կա օրինակ ցածր սպիտակուցային սննդակարգ, կա բարձր պրոտեինային սննդակարգ եւ բոլոր բժիշկներն ու բուժ աշխատակազմը գիտեն, որ պացիենտին ինչպես նշանակել, որ խնդրի ժամանակ կամ որ մանիպուլյացիայից հետո եւ առաջ ինչ սննդակարգ պետք է առաջարկել։ Պացիենտը երբ որ մտնում է հիվանդանոց, այնտեղ իրեն տալիս են կամ բուժական որևէ հիմնարկ, արդեն սնունդը որպես բուժման մեթոդ է։ Ինքը չի մտածում տնից ինչ կբերեն, կողքի խանութից ես ինչ կառնեմ, ինչ ուտեմ եւ ոչ էլ հիվանդանոցները գլուխ են գովում իրանց ռեստորանային սնունդով։ Այսինքն մեր մոտ որակը շատ լավն է, որտեղ մենք տալիս ենք շատ լավ ռեստորանային սնունդ։ Այս մակարդակը պիտի փոխվի, աստիճանաբար փոխվում է։ 2 տարի առաջ ես հապակում եմ փոխել Նուբարաշենի սննդակարգը, կան ղեկավարներ, որ դա կամաց հասկանում են, հա, բայց դեռ համատարած մարդիկ չեն գնահատում բժիշկների մասին հատկապես խոսքը, ինչ կարող անել սննդաբանություն, սա երկրորդ խնդիրը։ Իսկ լուծումը փաստորեն բժիշկներից է սկսվելու, որովհետև հանրությունը, մասնագետ չի, դիպլոմավորված չի եւ այլն, թե հանրությունը միգուցե պետք է պահանջի, ասի։ Դե հիմա փաստացի մեզ հանրությունն է պահանջել, որովհետև եթե այդքան մասնագետներ, ճակերտավոր մասնագետներ կան, ուրեմն այդ մասնագետների պահանջարկը կա։ Այսինքն այդ մասնագետներին հետևում են, իրանց խորհուրդներին լսում են ցավոք սրտի, հա, առանց տարբերակելու։ Մենք արդեն իսկ ունենք հանրության պահանջարկը եւ այստեղ ստացվում է, որ անգամ մի փոքր հետ ենք ընկել եւ շատ կարեւոր է, որ բժիշկներից պետք է սկսի այդ ամեն ինչը, որովհետեւ մենք անգամ sense վերլուծում էինք, էլի 6 տարվա, 7 տարվա կուրսեր, տարիների ընթացքում բժիշկները երբ որ սովորում են բժշկական համալսարանում, մենք գրեթե սննդաբանության մասին տենց կուրս չունենք, այսպես ասած, դրա համար շատ թերի ինֆորմացված կարող են լինել բժիշկները ու այսպես ասած իրանց էլ մեղադրելու չի, որ նորավարտ ուսանողին ինչպես մեղադրես ինքը չի անցել։ Ըստ էության պահանջարկը եւ հանրության կողմից է, եւ բժշկական համայնքի կողմից է, շատ մարդիկ են ինձ էլ դիմում, Լիդիային էլ դիմում, որտեղ կարող ենք վերապատրաստվել, որտեղ կարող ենք սովել, կառավարության կողմից է, դեռ կառավարությունն էլ ասում է, որ այ նայեք, այսինքն հարցեր ունեմ, ու այս հարցերում ինձ պետքա սննդաբանական մոտեցում, մենք ուղղակի չենք հերիքում։ Տարբեր երկրներում երեկե նախարարությունում մենք դրա մասին խոսում ենք, տարբեր երկրներում, երբ որ դիետոլոգները չեն, դիետոլոգների պահանջ է լինում, ժամանակ առ ժամանակ կառավարությունը իջեցնում է հաստիկներ եւ անվճար ուսուցում այդ մասնագիտացմամբ, օրինակ հիմա անցած տարի
օրինակ ես Ռուսաստանում նույնիսկ արձանատոր էի անցնում, անվճար էր դիետոլոգիայի մասնագիտացումը, պետության կողմից հովանավորվող էր։ Մի քանի տարի առաջ Բրիտանիայում, քանի որ ճարպակալումը աճող էր եւ իրենք թիվը չէր հերիքում սննդաբանների, իրանք բոլոր նեղ մասնագիտացումները սննդաբանության անում են էլի պետության հաշվին, շատ մասնագետներ ունենան։ Մի տեսակ ազգային անվտանգության փոքրիկ խնդիր, փոքրիկ չէ, լավ էլ մեծ խնդիրի է վերածվում, եւ դու պատկերացնում ես, որ քաշ հավաքել, պակասեցնել, ճարպակալման խնդիր, քրոնիկական հիվանդությունների սննդակարգի ամենտեղ մասնակցում է այս մասնագիտացումը։ Պայմանային անվտանգություն, էլի սննդաբանությունը հետ կապ ունի, եթե դե գնացիք դեպի այո, անվտանգության ապահովության հարցերը։ Ես մի հարց եմ ուզում ուղղել, երկուսիդ էլ, այ Վարդանուշը նշեց սնունդը, սննդակարգը որպես դեղամիջոց եւ մյուս կողմից մենք ունենք խնդիր, որ լոլիկը բուժում է քաղցկեղը, չգիտեմ, այնտեղ կանաչիները բուժում են, այս ինչը ցիտրուսն էլ բուժում է գրիպը, վարակները։ Այ այստեղ որտեղ պետք է սահման մենք գծենք, որպեսզի որտեղ իրականում որ լոլիկ ուտեն, ցիտրուս ուտեն, էլի վատ չի։ Իհարկե վատ չի, բայց երրորդ օրն է թոքաբորբի անցման սահմանին ես ու ուղակի ցիտրուսով փորձում ես փրշտոց անցկացնել, մի տեսակ արդեն վտանգավոր է։ Այսպիսի հարցերը ինչպես եք լուծելու, որ հանրությանը ճիշտ մատուցվի տեղեկություն։ Մարդիկ իրենց վարքագիծ փոխել ուտել լոլիկ թոքաբորբի ժամանակ, թե չէ, ուտել ինչ են ուտում ուրիշ։ Տարբեր իմբիր, կոճապղպեղ, դրանք բոլորը սոցիալական առումով վարքագիծ են։ Մի բան է, որ ինքը անընդհատ անում է, որպեսզի վարքագիծը փոխվի, մենք չենք հույնել կա վարքագիտություն առարկա կամ մասնագետներ, որոնք հիմնականում մարքեթինգում են աշխատում, բայց ունի իր հիմքերը, որպեսզի մարդը փոխի իր վարքագիծը, պիտի 4 հիմնական կետ ապահովի։ Առաջինը պիտի կրթվի, մարդը հասկանա ինչու է դա անում, եթե մենք չենք կրթում է Պողոսը, որը ասում է խմիր կոճապղպեղը կամ կոճապղպեղ ներկրողը, որ էլ ասում է սա շատ առողջ չէ քո համար, կամ կոճապղպեղ ներկրողը գումարը տալիս է ասողին ու նա ասում է շատ օգտակար է ձեզ, կամ կրթում ենք մենք, որ ապացուցահեն ինչ որ ինֆորմացիա ենք ասում դրա մասին։ Կովիդի ժամանակ կոճապղպեղի գինը 17000 դրամ էր։ Այդ կրթությունը առաջինն է, բայց գիտությունը գիտելիքը միայն բավարար չի մարդու վարքագիծ փոխելու համար։ Կրիտիկական մտածողությունը Հա, բայց մեդիա գրագիտությունը դա գիտելիք է, հա, բայց մարդը իր էությամբ էմոցիոնալ է եւ ինքը իր գործողությունները անում է էմոցիայով, ոչ թե գիտելիքով։ Բոլորս էլ երևի գիտենք, որ ինչ որ բան լավ չի, բայց բարբերաբար դա անում ենք, որտեվ ինքը մեր էմոցիաներին է բավարարում։ Խղճի հանգստություն։ Այո, իմպուլսին հետևում ենք, որ ես էլ անեմ հանկարծ։ Այս կրթության մակարդակով մենք պատրաստում ենք կրթել եւ հանրությանը, եւ դա անում ենք առանձին հիմատական ենք միասին եւ ավելի ուժեղ եւ բժիշկներին ենք պատրաստում կրթել եւ վերապատրաստվել լավ նորությունների շարքից, որ գալիս է մասնագիտական կուրս դիետոլոգիայի, այսինքն հնարավոր կլինի Հայաստանում անցնել եւ ստանալ մասնագիտացում դիետոլոգիա եւ հանրության հետ արդեն մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրել։ Ինչքան էլ որ այդ բլոգինգ ինֆլուենսինգ անենք, շատ ժամանակ չունենք, որ շատ լինենք, ավելի շատ ժամանակով կանենք։ Կոնֆերանսներ ենք կազմակերպում, կլոր սեղաններ ենք անելու, բոլոր հարթակները օգտագործելու ենք։ Երկրորդը վարքագիծ փոխելու համար շատ կարեւոր է միջավայրը։ Այսինքն մարդը շատ լավ գիտի, որ այսինքն իմացա, որ ամբողջահատիկ ալյուրը շատ օգտակար է, սիրտանոթային հիվանդությունները ռիսկի խանութում չի կարողանում գտնի, B գտնում է թանկ է, G գտնում է բերմա էփում է, շատ վատ բան աստացում, ասում է եղքես ինչ վատներ երկու անգամ ուտեմ, որտեվ օգտակար է, բայց հիշում եմ պետք է դա ուտեմ։ Երրորդ անգամ չեմ ուտում, որտեվ ինքը չի գիտի ինչպես օրինակ ամբողջահատիկից պատրաստել։ Կամ այդ չկա այդ միջավայրը, որտեղ ինքը գնա, օրինակ գնա խանութ, տեսնի ամբողջահատիկ կարկանդակ է, կամ իր երեխան, որը գիտի, որ դա լավ է, գնում է դպրոց, չկա այդ ամբողջահատիկ, այդ միջավայրը պարտադիր է։ Պետք է լինի անպայման աջակցություն։ Ում կողմից։ Աջակցություն շատ հետաքրքիր հարց եք տալիս բոլորի կողմից, եւ ընտանիքի անդամների, եւ իր վրա ազդող մարդկանց, որոնք փորձ չտվեց, որ հայերի մեծ մասը սոցիալական ցանցում են եւ այո տպավորությունների տակ են, որ այդ մարդիկ էլ իրանց ասեն, որ սա օգտակար են, ընկերները, հարազատները չասեն, դե լավ ինչ ես նիհարում, լավ այլ իփորը լավ է, հոբան չի եղել, կարգին տղա մարդու տեսք է ստացել, արի գնանք խորոված ուտենք, դիետատ վաղը կանես, ես ինչ հիվանդ տեսք ունես, նիհարել ես եւ այլն, այս աջակցությունը բոլոր մակարդակներով պետք է լինի, բայց աջակցությունը պիտի լինի նաեւ սահմանադրորեն։ Օրինակ, դու գնում ես խանութ, ուզում ես աղի կամ շաքարի պարունակությամբ ուտելիք, դու պիտի գոնե իմանաս մակնշումով, այնտեղ ինչ ես ուտում։
գոնը այդ աջակցությունը նաև այդ միջավայրի ու աջակցության մեջտեղն է։ Ես հատուկ շաբաթվա ընթացքում հիմա պատկերացնում եմ մարդկանց ինչքան դժվար է, որովհետև եթե ես նոր բան պիտի առնեմ, ոչ թե իմ սովորական մթերքներից, ես հատուկ պետք է ժամանակ տրամադրեմ, մի քանի սուպերմարկետ գտնեմ ու լիքը պոլկաներում լիքը բան կարդամ, ինչեւ կարողանամ։ Այո, կարդացողներից խանգարում ենք բոլորին իդեպ։ Բայց շատ դժվար ժամանակատար է նախ եւ տարբեր երկրներում մտածում եւ հորինում են տարբեր մակնշումներ, կարմիր, դեղին, կանաչ, այսպիսի պիտակներ կան, աղի պարունակությունը նշող, շաքարի պարունակության նշելու մասին եւ երևի կհիշեն եւ մեր ունկնդիրները եւ դու Լուսի, որ խոսում ենք ճարպակալման մասին, միշտ խոսում ենք, որ հիմա աշխարհը կոչվում է obesitogen, այսինքն շատ նպաստող ճարպակալմանը եւ հենց այդ աջակցությունը փոխելը ինչ որ բաներ, այդ դրա մասին է, որ մենք փոխում ենք փողոցներ, որտեղ որ կարող են մարդիկ հեծանիվ քշել, վազել, այգիներ ունենալ, որտեղ երեխաները կարող են շատ ժամանակ անցկացնել ֆիզիկական ակտիվության առումով, հենց այդ սուպերմարկետներում, բուֆետները, այո, մենք էլի խոսում էինք երեք նախարարությունում դպրոցների դիմացի բուտկաների մասին եւ մնացած սննդի, պես մամա դպրոցականի մայր միանում եմ այդ կամ այդ խանութներում հասանելի տեղերում երեխաների այդ ամեն ինչը, այդ օրենքով կառավարվող վերահսկվող գործողություններ են եւ դա փաստացի բոլորը պիտի անեն եւ դու էլ գիտես որ ինչքան դժվար է երբ որ մեկ անգամ երեխան ուղակի բժշկից լսեց ինչ պիտի անի ու մեկ էլ մաման է բայց գովազդով մենք անցած անգամ էլի նորից ազգային ինստիտուտի հետազոտությունը նայեցինք 3000 գովազդից 2000-ը բարձր կալորիական մեծ շաքար պարունակող մթերքների գովազդ են մեր արգելված բաղադրիչներով նյութերի գովազդը մեր մեդիայում այդ հայկական հետազոտություն է օրինական գովազդի իրավունք ստացած այո եւ այլն իդեպ ինչ է կարծում մենք նշել ենք մեր շեշտադրումների մեջ որ ճարպակալման ու սննդային վարքի խանգարումներին ենք անդրադառնալու որպես ամենատարածված խնդիրներ սրանք շարունակում են իրենց բարձր հորիզոնականները պահպանել ներկայում ու Հայաստանում եւ իդեպ որն է ավելի սրանցից տարածված ըստ ձեզ նկատի ունեք ճարպակալում եւ վարքագծային խանգարում առանձին ՍԲԽ-ն եւ առանձին ճարպակալումը ճարպակալումը միանշանակ հաղթում է բայց ինչքան շատ է ֆիքսվածությունը եւ հայացքը դեպի ճարպակալում եւ ավելորդ քաշ այնքան ավելի հող է ստեղծվում սննդային վարքի խանգարումների առաջացման համար այսինքն ինչքան շատ է լինում գովազդ է, այսպես ասած, լավ մարմնի, տարբեր տեղերից մոդելային մարմնակառուցվածքի, այնքան դեռահասների հատկապես ֆիքսվածությունը մարմնակառուցվածքի կարող է շատ լինել, եւ ինչքան հաճախ ենք խոսում ցավոք սրտի նիհարելուց, դիետաներից, մանավանդ, հա, երբ որ մենք հարց ու փորձ ենք անում երեխաներից, ովքեր որ ունենում են սննդային վարքի խանգարումներ, միշտ ծնողները, միշտ ընտանիքի բոլոր անդամները խոսել են դիետա պահելու մասին, միշտ դիետաներ են պահել եւ այլն, այսինքն մեկը մեկին պոտենցիում է, այսինքն ինչքան ճարպակալում մեծանում, ինչքան այդ թեմայի շուրջ խոսում են, այնքան սննդային վարքի խանգարումները շատանում են։ Սննդային վարքի խանգարումները իրենք ճարպակալում են մի հատ փոքր մաս են, էլի։ Նաև ունենք տարբերակներ իրար էսկալացիա կարող են։ Ճարպակալումը առողջապահական խնդիր է, վարքային խանգարումը ճարպակալման խնդիր է։ Ոչ միայն իհարկե ճարպակալման, կարող նաև թերսնուցման խնդիր լինի։ Լավ, շնորհակալություն, շատ ուզում եմ նաև անդրադառնանք դիետոլոգիական միջազգային կոնֆերանսին Հայաստանում, արդյոք այն առաջինն է, կարծես թե ես չեմ լսել։ Այո։ Առաջինն է։ Ինչ էլի աննախադեպ։ Հա, մի փոքր պատմեք հատկապես որ աննախադեպ է։ Ով կարող է մասնակցել։ Նախ կարող են մասնակցել, մենք մեծ ենք դրել շրջանակը մասնակցողների եւ ուզում ենք, այո, բոլորը։ Եվ ուզում ենք այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, քանի որ գիտենք դաշտում ինչքան մարդիկ կան, ովքեր զբաղվում են այս խնդրով սկսած ֆիթնես մարզիչներից վերջացրած տարբեր հոգեբաններ կարող են իսկ ես կարող եմ գալ եւ մենք ձեզ հրավիրատոմսում ենք։ Ես մի քիչ առաջ անցա մտածելով, որ միգուցե ինձ համար էլ որպես ինֆորմացիան տարածող խոսափող պետք է գա այնտեղ։ Իրականում թեման այնպեսին է սնունդը եւ սննդաբանությունը, որ ինչքան ինքը մասնագիտական պրոֆեսիոնալ բժշկական է, այդքան էլ հանրամատչելի ու հետաքրքիր։ Այնտեղ կա ինչպես վարել ճարպակալումով պացիենտին, առաջին քայլից մինչև վերջին քայլը, կա վարքագծային
փոփոխությունների մասին, ինչա է որ ես ասում եմ արշավ, այդ արշավը ոնց է կատարվում եւ ինչ արդյունք է տալիս, կա վարքագծային խախտումների մասին, այսինքն եթե մի քիչ համբերատար լինեք, օրոնավիրեք մեզ, այն մարդիկ ովքեր դրանով զբաղվում են եւ լրատվական ոլորտում, եւ բժշկական ոլորտում, եւ իրենց բժշկական ոչ սննդաբանական, հա, ինքը շատ բազմա պրոֆիլ է, որտեղ բոլոր բժիշկները ովքեր ինչ որ չափով հետաքրքրված են նրանց համար, ուսանողների համար զեղչունենք։ Շատ, այո, ուսանողների համար նախ զեղչունենք, որովհետև շատ ենք ուզում ուսանողները, որովհետև նախ ուզում ենք որ դիետոլոգիան զարգացնենք եւ ուզում ենք բժշկական համալսարանի, այո, բժշկական համալսարանի ուսանողները գան, հետաքրքրվեն մեր մասնագիտությամբ եւ սիրահարվեն եւ մնան մեզ հետ։ Եվ սիրահարվեն եւ մնան մեզ հետ, այո։ Շատ մասնագիտությանը սիրահարվեն էլի։ Շատ հետաքրքիր կլինի գաստրոենտերոլոգներին, մանկաբույժներին, հոգեբույժներին ուզում եմ շեշտել, որովհետև մենք ունենք մասնագետ հոգեբույժ Մոսկվայից, ով որ պատմելու է ծանր ցնդային վարքի խանգարումների մասին, մինչև ստացիոնար բուժման ցուցումները եւ վարումը։ Մենք դեր սնուցման հետ կապված զեկույց ունենք, որը եւ գաստրոենտերոլոգ եւ տարբեր մասնագետների, ռեանիմատոլոգներին, անեստեզիոլոգներին է հետաքրքիր լինելու։ Մենք ունենք էնդոկրինոլոգներին բնականաբար ոնց որ այո այստեղ անգամ ոնց որ այս մասնագիտությունները կողքի իրար հետ են գնում թերապևտներին, որովհետև նրանք են հանդիպում ընտանեկան բժիշկներ եւ թերապևտները առաջինն են հանդիպում այս մարդկանց եւ առաջինը կարող են ցուցումներ տալ, որոշակի ճիշտ այո եւ այդ մասին մենք ոնց որ շատ ուզում ենք որ բժիշկները, բոլոր բժիշկները մի լեզվով խոսեն, բոլոր բժիշկներն ասեն, որ ճարպակալումը հիվանդություն է, բոլորն ասեն, որ դրանով պետք է տգեղ մարմին։ Այո, ոչ թե միայն ընդհանրապես տգեղ մարմնի մասին չի ճարպակալումը, ճարպակալումը առողջության մասին է, դրա համար զբաղվում են բժիշկներից տգեղ մարմինը, այդ արդեն ամեն մեկի ճաշակի հարցն է եւ այդտեղ կան մարզադահլիճներ, հագուստներ, չգիտեմ, տարբեր մոդելավորումներ։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ դիետոլոգ սննդաբան Լիդիա Այվազյանի եւ նույն ասոցիացիայի պատվավոր նախագահ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ։ Ես շատ ուզում եմ հասցնենք մեր ինտերակտիվությունը պահպանել լսանի հետ, քանի որ շատ ակտիվ հարցեր են ուղում, արագ որքան կհասցնենք։ Հարց 1. Ինձ հետաքրքիր է դերմատիտի դեպքում որ մթերքներ միշտ ներառել եւ որոնք քչացնել։ Տեսեք, փաստորեն մաշկաբանի հետ էլ կարող է համագործակցություն լինել։ Մենք կարող ենք այս հարցին պատասխանել, թե ոչ։ Իհարկե կարող ենք հարցին պատասխանել, մի հատ երևի ասենք, որ մեր կոնֆերանսը ամսի 17-ին է, մայիսի 17-ին է, Վուց կենտրոնում, որը քաղաքից մի քիչ դուրս է, բայց շատ լավ բնության գրկում տեղ ենք հրաշալի կենտրոն է, այո։ Եվ սիրով սպասում ենք բոլորիդ, մաշկաբաններին եւս, որովհետեւ մաշկաբանական մի քանի խնդիր ունենք, որոնք որ շատ սերտ են միասին կապված, հատկապես ակնեի բուժումն ու վարումը, պսորիազի կառավարումը շատ կապված է ճարպակալման հետ, մետաբոլիկ խնդիրների հետ եւ դրա հետևանքով հատկապես երբ որ մենք գիտենք, որ պսորիազը դա ամբողջ կյանքի հիվանդություն է եւ իրեն պետք է վարել եւ այստեղ մեծ դեր ունի քաշի կարգավորումը եւ մետաբոլիկ համախտանիշի նվազեցումը, որպիսի կառավարելի դառնա։ Այնպես որ մայիսի 11-ին մաշկաբաններին եւս հրավիրում են։ Սովորաբար ցենց դերմատիտները հավանաբար շատ մեծ հասկացողություն է։ Դրա համար ես կասեմ, որ ոլորտներում սննդաբանությունը կապ ունի, որովհետև մենք գիտենք նաև, որ շատ թյուր հին մոտեցում կա, որ չգիտեմ, կծու, թթու, կարմիր ուտելիքները ալերգիաների եւ ինչ որ մաշկային ցաների ժամանակ գրգռում են եւ չեն կարելի ու չի կարելի ուտել, բայց ժամանակակից ապացողական դիետոլոգիան այսպիսի մոտեցում չունի։ Դրա համար կախված նրանից թե ինչ դերմատիտ է, պետք է հասկանանք սնունդը ինչքան նշանակություն ունի։ Անհատական խորհրդատվություն։ Հաջորդ հարցը. խնդրում եմ անդրադառնալ հակաբորբոքային ազդեցություն ունեցող սննդամթերքներին, ներառյալ համեմունքներ, ձեթեր եւ այլն։ Այ որ ասում է, ինչ ուտել, որպեսզի բորբոքումները, չգիտեմ, զերծ մնան մեզնից։ Ընդհանրապես բորբոքումը քիմիական ռեակցիա է օրգանիզմում, որտեղ տարբեր մեդիատորներ կան, ու այդ մեդիատորները որպես շինանյութ պարունակում են սննդանյութեր։ Ու
ինչ կարգի սննդանյութեր ունես, այդ բորբոքումը կարող գնալ բորբոքային ճանապարհով կամ հակաբորբոքային ճանապարհով ու իրականում շատ աշխատանքներ կա սննդատեսակների եւ բորբոքման process-ների հետ, առաջին հակաբորբոքային երևի սննդանյութը իր եւ աշխատանքների շատությամբ այդ օմեգա 3-ն է ու օմեգա 3 ճարպաթթու պարունակող սննդատեսակները, որոնք այդ բորբոքային process-ը տանում են դեպի ավելի բարդ բաներ չասեմ, բայց հակաբորբոքային ով։ Ցավոք սրտի մենք ծով չունենք, օվկիանոս էլ չունենք, օմեգա 3 չունենք, օմեգա 3 սննդի միջոցը սառը ձկներում, սառը օվկիանոսային ձկներում լողացող ձկներ էլ չունենք, եթե ունենք էլ իրանք բավականին բարձր են, բայց ունենք ընկույզ եւ ունենք կտավհատ, որոնք պարունակում են օմեգա 3, այնպես որ ընկույզը եւ որոշ չափով ընկույզը եւ կտավհատի ձեթը կարող են լինել արտակարգ օմեգա 3 պարունակող սննդատեսակներ։ Հաջորդ հակա բորբոքային եւ անտիօքսիդանտային հարուստ խումբը է բանջարեղենն ու ամբողջահատիկները, հիմնականում միրգ հատապտուղ, բանջարեղեն հատապտուղներ եւ մրգեր, որոնք էլի հակաբորբոքային են։ Հակաբորբոքային շատ հետաքրքիր ազդեցություն ունի միկրոբիոմի վրա ազդելով բջջանյութը, որը շատ կալոբեղենի մեջ եւ ամբողջահատիկների մեջ, այսինքն ցորեններ, հացահատիկներ, որոնք չեն մշակվել ու դարել բարձր կարգի ալյուր, սպիտակ ալյուր, այլ իրանք այդպես սև գորշ են եւ այդ բաներ պարպանան։ Այդ քանը կարողանա գումարած մակրոտ ֆիզիկական ակտիվություն հակաբորբոքային բավականին հետաքրքիր արդյունքներ կունենաք։ Շնորհակալություն եւ եւս մի կարեւոր հարց, որը նաեւ ինձ է հետաքրքրում որպես բուսակերի, արդյոք միսը կենսական նշանակություն ունի մարդու համար եւ պարտադիր պետք է ամեն օր կամ գոնե շատ հաճախ միս օգտագործել։ Կարճ։ Իրականում ամենահայտնի եւ առողջարար սննդակարգը, ինչքան ես գիտեմ, դուք էլ կասեք վերջին հետազոտություններից, դա բուսակերություն պլյուս ձուկն է։ Այսինքն երբ որ մենք սննդակարգ ունենք բուսական տեսականու վրա հենված այդ ամբողջահատիկը, բազմազանությունը, բուսական մթերքների լոբազգիները, պլյուս ձկնամթերքներ, սա համարվում է աշխարհի ամենաառողջարար սննդակարգերից մեկը։ Այո, Հայաստանում մի քիչ դժվար է դա անելը, չնայած որ շատ լավ լոբազգիներ ունենք եւ մեր ազգային ուտեստների մեջ լիքը լոբազգիներ կան, որոնք որ լիքը մոռացվել են։ Սպիտակուց մենք կարող ենք ստանալ նաև բուսական աղբյուրներից, խնդիրը միայն նրանում է, որ երբ որ մարդիկ որոշում են Հայաստանում հանել միսը կամ առհասարակ սպիտակուց, կենթանական սպիտակուցը, իրենք մոռանում են ավելացնել բուսական սպիտակուցը, ստեղ է խնդիր առաջանում, այո։ Եվ նաև մոռանում են, որ գրագետ պետք է կոմբինացնեն, իդեալական սպիտակուց ստանալու համար լոբազգիները եւ հացազգիները պետք է իրար հետ կոմբինացված ուտել, որ բոլոր տեսակ ամինաթթուները ունենանք, որից որ սինթեզվելու է լավ սպիտակուցը, շատ կարևոր է։ Եվ այստեղ շատ կարևոր է այդ բոլոր 21 ամինաթթուների առկայությունը, որը կարող ենք հավաքել, եւ այստեղ այդ գրագիտությունը շատ կարևոր է, երբ որ դուք որոշում եք ձեր սննդակարգը փոխել եւ անցնել առանց մսի կամ առանց կենթանական սպիտակուցի սննդակարգի։ Շնորհակալություն եւ վերջին հարցը հնչեցնեմ, կխնդրեմ անդրադառնալ սովապահությանը եւ որքանով է վտանգավոր 16 ժամից ավել այն պահելը, եթե դեռևս քաղց չես զգում։ Սովապահությունը հիմա շատ տրենդային մոդայիկ է ու բավականին լաբորատորիաներ միջազգային հենց հետազոտությունները անում են սովի ժամանակ օրգանիզմում ընթացող բիոքիմիական ռեակցիաների ուսումնասիրմամբ ու հիմնական ապացույցները նրա մասին են, որ սովաբուժությունը տարբեր ձևեր կարող լինի, պարտադիր չի 16 ժամ, այստեղ ասեմ, սոված մնալ, որպեսզի օրգանիզմը մտնի սովաբուժության բիոքիմիական ռեակցիա, սովի բիոքիմիական ռեակցիայի մեջ, կարելի է շաբաթը 5 օր անել, շաբաթը 2 օր անել նույնիսկ, միևնույն է օրգանիզմը մտնում է այդ բիոքիմիական փոփոխությունների դաշտ, երբ օրգանիզմում սկսում են եթե շատ պոպուլար ասենք, սեփական վատբջիջների քայքայման process-ները ու երիտասարդացման process-ները։ Այդ հիմնական ապացույցները հենց նրա մասին են, որ սովաբուժությունը ինքը դիետա չի նիհարելու համար։ Ինքը ավելի շատ երկարակեցության եւ հակատարիքային ինչ-որ նաեւ տենց աշխատանքներ կա, միջոցառում է, բայց մեր մոտ միշտ ընդունված է այս վերջին տարիներին այդ 8 ժամ ուտել կամ 6 ժամ ուտել կամ 10 ժամ ուտել, դա չի միակ ձևը
գուցե մի օր երկար խոսենք, պետք չի տանջել։ Եվ ինչ վերաբերում է 18 ժամ խախտ չունենալուն, ինքը ֆիզիոլոգիական չի, որտեղ մարդ պիտի 3-ից 4 ժամվա ընթացքում ունենա խախտի զգացողություն։ Խոսքը վերաբերում է առողջ խախտին։ Ընդհանրապես ճիշտ վերաբերմունքը սննդի մեջ ենթադրում է նաև առողջ խախտի զգացողություն, երբ որ ուրիշ դոմինանտներ ուղեղում չեն փակել քո խախտի զգացողությունը, ճանաչել խախտի զգացողությունները ու ուտել այն ժամանակ, երբ որ դու սոված ես, այդ առողջ լինելու, առողջ սնվելու առաջին պայմաններից մեկն է։ Շնորհակալություն։ Մեկ անգամ էլ հնչեցնենք կոնֆերանսի տեղը, ամսաթիվը եւ այլն եւ փակենք եթերը։ Դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների կոնֆերանսը լինելու է մայիսի 17-ին շաբաթ օր, սկսելու ենք ժամը 10-ից, լինելու ենք Woods կենտրոնում։ Քանի ժամ է տևելու։ Մինչև ժամը 6-ը, 6 ժամ։ Լավ հագեցած ինֆորմատիվ է։ Սուրճ միջում, ճաշ, զանգադակրիչ պահելն չէ։ Շնորհակալություն դիետոլոգների եւ նուտրիցիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ բժիշկ դիետոլոգ սննդաբան Լիդիա Այվազյանի եւ պատվավոր նախագահ սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ այսօր զրուցեցինք, իսկ ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը։ Շնորհակալ ենք հարցազրույցի համար եւ ցտեսություն բոլորին։